Ինչքան ուզես, այդքան խփենք։ Ինչքան ուզես, այդքան խփենք։ Ամեն բան, այդ թվում երկնքում աստղերի դասավորությունը հուշում են, որ Սամվել Կալուգացին ու նրա քաղաքական թիմն իրենց քաղաքական հաշվարկներն անելիս առաջնորդվում են մարդկությանն անհայտ այլ մոլորակային քաղաքակրթություններին հասանելի մաթեմատիկական ինչ-որ բանաձևով։ Թե ինչն են ինչին գումարում, որ թվից են արմատ հանում, որ անկյունից են հանում սինուսը, կոսինուսը, տանգեսը, կոտանգեսը, բայց վերջում ստանում են մի թիվ, որը ժամանակակից մաթեմատիկայի օրենքներով հաշվարկելու դեպքում ձև չկա, որ ստանան։ Ասենք, ժամանակ առաջ ուժեղները մի սոցհարցում էին հրապարակել, որից պարզ դարձավ, որ Սամվել Կարապետյանը փետրվարի 1 մարտի դրությամբ ունի ընտրողների 35%-ի աջակցությունը։ Իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 34%-ի։ Այդ հարցման շեդևրալ բացահայտմանն անդրադարձել էինք նախորդիվ։ Ըստ այդմ, բացի Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին կողմ արտահայտված 34 և 35% հարցվածներից, եղել են նաև 19% հարցվածներ, որոնք ոչ մեկին էլ կողմ չեն եղել։ Հարցվածների 13%-ն էլ եղել է չկողմնորոշված, պատասխանել է չգիտեմ։ Երբ պարզ թվաբանական գործողություն էինք արել, 34 գումարած 35 գումարած 19 գումարած 13, ստացել էինք 101%։ Փաստորեն ինչ-որ բանի առավելագույն տոկոսը ըստ ուժեղների ուժեղ հարցման ոչ թե 100-ն է, այլ 101-ը։ Այս ֆենոմենը հասկանալու համար դիմել էինք մաթեմատիկայի հայ Արքիմեդին և սոցիոլոգիայի կնքահայր Կոնտին, և մինչ նրանք կարձագանքեին, օրերս առաջ ընկավ ինքը Forbes-ի ցուցակումներ գրաված Սամվել Կարապետյանը։ Հարցին իր շանսերը գալիք ազգային ժողովի ընտրություններում որքան է գնահատում, Սամվել Կալուգացին աղաղակել էր. Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Իսկ եթե 100 լինի, պատրաստ եք ընդդիմություն աշխատել։ Չի կարա չլինի։ Ոչ մի բանի պատրաստ չենք, միայն առաջ։ Ինչպիսի համեստություն, adekvatության ինչպիսի master class։ Փաստորեն ըստ Սամվել Կարապետյանի խրոխտ հաշվարկի, մեկի, որը հիշեցնենք բախվել է պատգամավոր և վարչապետ դառնալու սահմանադրական արգելքին, գալիք խորհրդարանը կազմված է լինելու մեկ կուսակցությունից, որն էլ վերցնելու է խորհրդարանական տեղերի 100%-ը։ Եվ այդ մեկ կուսակցությունն այո լինելու է մի քանի ամիս առաջ գրանցված, անունը փոխած, հայամետից ուժեղ Հայաստան դարձած կուսակցությունը։ Որքան գիտենք, Հայաստանի Հանրապետությունում վաղուց խորհրդային կարգեր չեն։ Անցյալում է նաև միակուսակցական համակարգը։ Ուրիշ հարց է, որ Տաշիր Սամոն իր ուժեղ Հայաստանը շփոթել է կոմունիստական կուսակցության խորհրդային միության Կոմկուսի մասնաճյուղի հետ, որը 100%-ով ծածկում էր ՀԽՍՀ քաղաքական դաշտն ու միանձնյա իրականացնում կառավարությունը Մոսկվային աչոտ տալով։ Իդեպ 100% ասացինք, հիշեցինք։ 2013-ին էլ Սերժ Սարգսյանը համանման հարցին ինչպես է գնահատում իր շանսերը նախագահական ընտրություններում, մասնավորապես Շիրակի մարզում, ծոր էր տվել։ Շանսը ո՞րն է, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80, 70, թե 60, էդ է, ինչքան ուզես, այդքան խփենք։ Սերժ Սարգսյանը փաստորեն ավելի համեստ էր, լինելով քաղաքական հինգայլ, թե շնագայլ։ Կարող էր, չէ, իր 100% խփելու ախորժակը ցուցադրել, բայց մի 10, 20, 30, 40%-անոց զսպվածություն ցուցաբերեց, խոսելով 100-ից 90, 80, 70, 60 խփելու իր պլանի մասին։ Մի հարց էլ է չպարզաբանված մնում, որը պարզաբանելու համար երևի դիմենք այլ մոլորակային քաղաքակրթություններին։ Ինչպես է ստացվել, որ 1.5 ամսվա մեջ
Իդեպ վերջին սոցհարցումը փետրվարին է իրականացվել։ Կալանքի տակ գտնվող Սամվել Կալուգացու շանսը տոկոսային արտահայտմամբ 35-ից դարձել է 100։ Փաստորեն աճելով ցելի 65%-ով։ Ինչպիսի ֆանտաստիկ պրորիվ, վագրային թրիչք, կենգուրուի ցածկ, թափառաբազեի սլացք։ Սա թույլ տվեք ասել սոցիոլոգիական, քաղաքական, քաղաքագիտական անոմալիա է, ինչպես Սամվել Կարապետյանը որպես քաղաքական գործիչ։ Մի նկատառում էլ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի 2026 թվականի մարտին հրապարակված սոցհարցման տվյալներով այս սոցհարցումը նույնպես արվել է փետրվարին։ Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 29%-ը, Ուժեղ Հայաստանի օգտին 11%-ը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքին Իմա հայ հեղափոխական դաշնակցությանը ձայն կտար հարցվածների 4%-ը, հարցվածների 2%-ն էլ կքվեարկեր Ծառուկյանի ԲՀԿ-ի օգտին։ Վերադառնալով Սամվել Կարապետյանի 100%-անոց բլեֆին, նկատենք. Դրա հոդես ցնդեցումը տեղի կունենա հունիսի 7-ին, երբ ընտրողը, ինչպես կասեր նույն Սամվել Կարապետյանին իր ՀՀԿ-ով սատարող Սերժ Սարգսյանը, ամբարտավանին ցույց կտա իր տեղը, տգետին իր տեղը, իսկ մոլորյալին իրենը։ Չէ՞ որ մենք 13 տարի անց հազիվհազ վերանորոգված կրկեսի շենք ունենք, բայց Տաշիր Արենայի, այսինքն կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։